Ողջույն, Reopen-ի եթերում ամփոփում ենք նոյեմբերի 25-ը։ Հեցին լիցենզիայից զրկելուց օրեր անց ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետին է ներկայացրել կառույցում տիրող իրավիճակը։ Հեցում իշխանության անդամի պնդմամբ ջնջվել է Հայաստանի այլցանցերի 2018-ից 24 թվականների նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան։ Երևույթը թաքցվել է թե իրավապահներից, թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Տաշիր խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը կետ առ կետ հակադարձել է մեղադրանքներին։ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Բիշքեքում անցկացվելիք ՀԱՊԿ-գաթնաժողովին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այնուհանդերձ ըստ նրա Հայաստանը համաձայնել է վերջին փոփոխություններին, որ կայացրել է կազմակերպությունը։ Մեր երկիրն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, հայտնում են արտգործնախարարությունից։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն ընտրությունների ազատ տեղերի համար նախատեսված փուլում Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը, ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն։ Ուկրաինան ու Ռուսաստանը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել միմյանց տարածքը։ Կիևում կան զոհեր ու ավերածություններ։ Աբու Դաբիում կայացել են ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ռուս-ամերիկյան գաղտնի բանակցություններ։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատրաստվում է մեկնել Վաշինգտոն Թրամփի հետ քննարկելու նրա մշակած խաղաղության ծրագիրը։ Իսրայելը Բեյրութի բնակելի թաղամասին հասցրած հարվածով սպանել է Հեզբոլլահի ռազմական ղեկավարին, խլելով ևս 5 մարդու կյանք եւ խափանման վտանգի տակ դնելով Միացյալ Նահանգների միջնորդությամբ գործող մեկամսյա հրադադարը։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։